Հարգելի երիտասարդներ, հարգելի ուսանողներ, հանդիպումը Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հայտարարում են բացված։ Սիրելիներս, ինձ համար շատ հաճելի է մասնակցել այս հանդիպմանը, վաղուց այսքան գեղեցիկ երիտասարդություն չէի տեսել, ես դες տեսա հեռվից, Ազատության հրապարակի հարթակից, այսօր դուք այստեղ եք ավելի անկեղծ բարեկամական զրույցի համար։ Իմ խորին համոզմամբ այսօր Հայաստանում սկսվում է մի նոր շարժում, նոր սերնդի շարժում։ 19-ից 17 տարի անց է 88-ից 90 թվականները մեր առաջին համազգային շարժումից։ Փոխվել է սերունդ։ Պատկերացրեք, եթե 88 թվականին 10-15 տարեկան էին, այսօր այդ մարդիկ արդեն 25-ից 35 տարեկան են։ Ես ընդամենը այդ առաջին շարժման և ձեր նոր ձևավորող շարժման միջև կամուրջ է։ Սա բոլորովին այլ բովանդակություն ունի, այլ նպատակներ, այլ խնդիրներ։ Ես կարծում եմ, ձեզ պիտի առաջնորդի նախ և առաջ այն, որ սա ձեր շարժումն է։ Ես ընդամենը ձեր գործիքն եմ արտահայտելու համար ձեր կամքը։ Ես կուզեի դուք մի փոքր պատկերացում ունենայիք առաջին շարժման մասին, հենց սկզբնաղբյուրից, անձինս նրա ղեկավարության անդամներից մեկի, որ ասում են հայոց համազգային շարժում, դա կուսակցական պատկանելության նշանակություն չուներ այն ժամանակ։ Դա իսկապես համաժողովրդական շարժում էր, որում ընդգրկված էին մեր հասարակության բոլոր շերտերը, անխտիր։ Նույնիսկ շարքային կոմունիստները։ Թվում էր, թե մենք պայքարում ենք կոմունիստական ռեժիմի դեմ, բայց մեր շարժման ամենաակտիվ խավերից մեկը հենց շարքային կոմունիստներն էին։ Չխաբվեք կոմունիստական կուսակցության այն գաղափարախոսությամբ, որ նա էր խորհրդային միության առաջատար կամ ղեկավար մարմինը։ Ոչ։ Ընդամենը այդ կուսակցության վերին խավն էր, որն օգտվում էր բոլոր բարիքներից, իսկ շարքային կոմունիստները ընդամենը շիրմա էին ծառայում նրանց համար։ Մի փաստ հիշել։ 88 թվականի հունիսին Մոսկվայում տեղի ունենալու կոմունիստական կուսակցության 19-րդ, եթե չեմ սխալվում, կոնֆերանսը, որին հենց Ղարաբաղ կոմիտեն դա կազմակերպեց, ուղղվեց մի պետիցիա, որը ստորագրել էին Հայաստանի շարքային կոմունիստներից 40,000 մարդ։ 40,000։ Դա ասում եմ, այդ ստորագրահավաքը կազմակերպեց Հայոց համազգային շարժումը, Ղարաբաղ կոմիտեն այն ժամանակ։ Ես հիշում եմ դա
այս ժամանակակից տեխնիկան էլ չկար, համակարգիչներ չկային, մենք հավաքում էինք պապենական մեթոդներով, թղթի երկար փաթեթներով նախկին 5 համակարգիչների վրա եւ այդ 40,000 այդ ստորագրության քաշը 38 կիլո էր, որը Սիլվա Կապուտյանին տվեցինք, տարավ Մոսկվա։ Իհարկե մի քանի հոգու օգնությամբ։ Սա ինչու եմ ասում, սա որպես մեկ օրինակ նշելու համար, որ դա իսկապես համազգային շարժում էր, որում ընդգրկված էին բոլոր խավերը եւ աշխատավորությունը, հատկապես մեր իսկական մտավորականությունը։ Իսկական մտավորականություն ասելով ես նկատի չունեի եւ այսօր էլ չունեմ այսպես կոչված նոմենկլատուրային մտավորականությունը, որը միշտ էլ ծառայել է ռեժիմին։ Ես նկատի ունեմ ուսուցիչների, ինժեներների, գիտաշխատողների, բժիշկների հսկայական բանակը, արվեստագետների հսկայական բանակը։ Դա էր այդ շարժման կորիզը։ Շարժման կորիզը դա էր։ Մեր գյուղացիությունը, թվում էր թե ամառ էր, մարդիկ պետք է զբաղված լինեին հողի հետ կապված աշխատանքներով, բայց գյուղացիության ողջ ակտիվ գիտակից զանգվածը մասնակցում էր Երևանի ազատության հրապարակում կազմակերպող բոլոր հանրահավաքներին, բոլորին։ Իսկ ովքեր չէին մասնակցում, նրանք կարելի ասել հանրահավաքից 1-2 ժամ հետո մենք միշտ պատրաստում էինք հատուկ պրես ռելիզներ, ինչպես ասում են, կամ հրահանգներ, որոնք 2 ժամ հետո հասնում էին Հայաստանի ամենածայրագավառային շրջաններ։ Թվում է թե մենք այնպես հանճարեղ կազմակերպիչներ էինք, որովհետև երբեմն կես միլիոնանոց, նույնիսկ 1 միլիոնանոց միտինգներ էին լինում, բայց այդպես չէր։ Ղարաբաղ կոմիտեն 11 հոգի եւ նրանքից կարելի ասել շուրջ 300 ակտիվ գործիչներ, սա արդեն բավականին մեծ ուժ էր, ընդամենը կոորդինացնում, ուղղորդում էին այդ շարժումը։ Շատերը մեր մասին իսկապես մեծ կարծիքի էին, թե ունենք հզոր կազմակերպություն, երբ ուզենք կարող ենք ողջ հանրապետությունը կանգնեցնել գործադուլի, երբ ուզենք 3 ժամում կարող ենք մենք ազատության հրապարակում 100,000-անոց հանրահավաք կազմակերպել։ 3 ժամում այնպիսի մեխանիզմ էր ստեղծված, իրի ասում եմ, մենք չէինք ստեղծել։ Տարերայնորեն այնպիսի մեխանիզմ էր ստեղծված, որ հեռախոսների, չգիտեմ, արդեն մեքենաներով շրջաններին տեղեկացնելու միջոցով 3 ժամվա ընթացքում 100,000 մարդ միշտ կանգնած էր ազատության հրապարակում։ Գործադուլները։ Մենք ընդհանրապես մի կոչ էինք անում անցնել գործադուլի։ Մյուս օրը մենք ստանում էինք չեմ չափազանցում հազարավոր որոշումներ կոլեկտիվներից, միշտ այդպես էր լինում, այդ արխիվը կա, պահպանվում է։ Որոշումներով կնքված ամբողջ կոլեկտիվներ, հսկայական գործարաններ կանգնում էին, մեկ մարդու պես կանգնում էին գործադուլի։ Դա իսկապես արդեն կարելի ասել 88-ի հունիսից դա մի ալտերնատիվ իշխանություն էր, որը շատ ավելի մեծ հեղինակություն ուներ եւ շատ հարցեր էր լուծում, քան, ասենք, մեր պաշտոնական իշխանությունները։ Եթե ասեմ, թե ինչպիսի հարցեր դուք կզարմանաք, մենք ստեղծել ենք նաև իրավաբանական մարմին, ուժեղ իրավաբանական մարմին, որտեղ ստանում էինք մեր բնակչությունից ցանկացած տիպի բողոքներ։ Ասենք, հարևանների հետ ցանկապատի վեճ ունեցող, չգիտեմ, հարց ու կեսուրի կռիվ։ Ինչ ասես, չկար մի հարց, որ մեզ չհասներ։ Եվ կարող եմ հավաստիացնել, որ մեր միջամտությամբ, մեր այդ բաժինների միջամտությամբ լուծվում էին այդ հարցերի 80-90%-ը։ Հատուկ բաժին է ստեղծված զորակոչից խուսափողների եւ խորհրդային բանակից փախուստ տվածների համար։ Մենք այո այն ժամանակ կոչ էինք անում, որ հայ զինվորները չծառայեն Հայաստանից դուրս,
Սա էր այն ժամանակվա մեր պահանջը։ Մենք գտնում էինք, որ մեր երիտասարդները պետք է ծառայեն բանակում, դա անհրաժեշտ դպրոց էր, որովհետև ինչպես հետագա իրադարձությունները ցույց տվեցին, դա անհրաժեշտություն էր, բայց մեր գլխավոր պահանջներից մեկն այն էր, որ Հայաստանի բնակիչները պետք է ծառայեն միայն Հայաստանում։ Եվ ովքեր Ռուսաստանից հաջողացնում էին փախչել, արձակուրդ էին գալիս, չէին գնում եւ այլն, մենք նրանց պահում էինք։ Նրանցից ոչ մեկին չկարողացա խորհրդային բանակը ետ վերադարձնել։ Ոչ մեկին։ Հատուկ բաժին էր ստեղծված եւ այդ բաժինը գլխավորում էր Երջանիկ Աբգարյանը։ Ուրիշ այդ ժամանակ մենք տեսանք ժողովրդական մի ստեղծագործության ասեմ, թե նախաձեռնության մի հսկայական դպրոց։ Ամեն անգամ մենք Ղարաբաղ կոմիտեի անդամներս գալիս էինք Ազատության հրապարակ եւ զարմանում։ Դա մի հսկայական բացօթյա ցուցահանդես էր։ Ամբողջ հրապարակի շուրջը ստենդներ էին, պատկերներ եւ կարելի է զարմանալ այդ մեր ժողովրդի սրամտության, ճաշակի, էսթետիկայի վրա։ Գրվում էին բանաստեղծություններ, ցանկացած մեկ գրում էր բանաստեղծություն, փակցնում այդ ստենդներ։ Լուսանկարների հրաշալի շարքեր։ Ուղղակի մենք անգամ չէինք ճանաչում, թե ովքեր են այդ մարդիկ, որ դա անում են։ Իսկ այն յուրաքանչյուր մարդ իրեն զգում էր ոչ թե որպես հանդիսատես, որ գալիս է հրապարակ թատրոն դիտելու, այլ ուղղակի մասնակից այդ process-ին։ Մեզնից ոչնչով չէին տարբերվում, համարձակության, քաջության տեսակետից, նրանք գուցե ավելի խիզախ էին։ Նրանք էին գնում տանկերի դեմ, նրանք էին, որ չէին վախենում խորհրդային բանակի եւ հետագայում այդ այսպես կոչված սպեցնազի մահակներից, մանավանդ դա պարզվեց, երբ մեզ բանտարկեցին, երկրաշարժից հետո ուղղակի մղձավանջային վիճակ էր Հայաստանում, հայտարարված էր արտակարգ դրություն, պարետային ժամ, բայց նույնիսկ դա չխանգարեց, որ այդ զանգվածները հիմնականում երիտասարդներ ցույց տան իրենց դիմադրական ոգին։ Մեր բանտարկությունը չկոտրեց շարժումը։ Իհարկե եղավ մի պահ, երբ ողջ ժողովրդով զբաղված էին երկրաշարժի աղետյալների վիճակով, բայց դա կարճ տևեց։ Արդեն փետրվարից, այս բանտարկելներին դեկտեմբերի 10-ին, արդեն փետրվարից շարժում սկսեց վերակենդանանալ։ Մենք տեղյակ չէինք իհարկե, մենք Մոսկվայում էինք, ասեմ բանտարկության ամենամեծ տառապանքը այդ ազատազրկումը չէ, ամենամեծ տառապանքը մեկուսացումներ արտաքին աշխարհից։ Չկար ոչ մի ինֆորմացիա։ Միայն աշխատում էր Մոսկվայի քաղաքային ցանցի ռադիոն, այն էլ, եթե հանկարծ ինչ-որ քաղաքական կամ մեզ հետ նստած էին, այսպես կոչված ուզբեկական գործի ներկայացուցիչները, այդ քրեական գործին վերաբերող նյութեր դրում դա հանում էին, անջատում էին ուղղակի։ Ստանում էինք Պրավդա եւ Իզվեստիա, բայց 2 օրը մեկ դրանց մեջ մենք տեսնում էինք կտրված պես ամբողջ թերթեր, որտեղ ասենք մեր մասին կամ ուզբեկների մասին որևէ բան լիներ։ Սա է նրանց խնդիրը, մեզ լիովին անջատել իրարից, անջատել արտաքին աշխարհից։ 3.5 ամիս, ես դա հետո եմ պարզել, ես ուրեմն գտնվել եմ մի խցում, որին ամիջական հարևան խցում, մեկ պատեր մեզ անջատում, գտնվել է Ալեքսան Հակոբյանը, ես չեմ իմացել, բացարձակ 3.5 ամիս։ Հետո վերջո մայիսին, երբ որ արդեն մեր ազատման հարցը պարզեց, վերջին 2 օր ինձ տարան հենց այդ խոց։ Եվ այդ խցի բնակիչներ ինձ ասացին, որ այդտեղ եղել է նաև Ալեքսան Հակոբյանը, որի մասին շատ լավ հիշատակներ էին պահպանել։ Ինչ որ է,
Ես ուզում եմ ասել, որ շարժումը մեզանով չէր պայմանավորված։ Ղարաբաղ կոմիտեին կարող էին ձերբակալեցին, բայց դա է միայն հայտնի, բայց պետք է իմանաք, որ այդ ժամանակ դեկտեմբերի 10-ից հետո ձերբակալվեց Ղարաբաղյան շարժման ողջ ակտիվը, ողջ 600 հոգի, որոնք առնվազն 1 ամիս բանտարկվեցին, Ալեք դու ես չէ բան, որոնք ասում եմ առնվազն 1 ամիս բանտարկվեցին Սովետաշենի բանկում, իսկ շատերը ռեցիդիվիստները բանտարկվեցին ևս 1 ամիս։ Դա էլ է եղել։ Չկոտրվեց շարժումը, որովհետև ասացի դա մեզանով չէր պայմանավորված, ոչ այդ 11-ով, ոչ այդ 600-ով։ Ամբողջ ժողովուրդը Ղարաբաղ կոմիտեի անդամ էր այդ ժամանակ։ Ամբողջ ժողովուրդը։ Եվ մենք մի ուրիշ բաներ էինք արել։ Դեռևս 88-ի սեպտեմբերին մենք զգացել էինք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները եւ կանխատեսել էինք, որ մեզ վաղ թե ուշ պիտի ձերբակալեն։ Մենք ստեղծեցինք մի գաղտնի Ղարաբաղ կոմիտե, այդ 11-ից դուրս, որում ընդգրկված էին 5 հոգի. Երջանիկ Աբգարյան, Դավիթ Շահնազարյան, Ալբերտ Բաղդասարյան, Ավետ Իշխանյան, Կանից ասացի, 4 Ավետիկ Իշխանյան, Արշակ Սադոյան, այո, այս 5-ն էին, հետո դրանց գումարվեցին նաև ոչ ֆորմալ Վիտի Այվազյանը և Սմբատ Հակոբյան։ Այս 7-ն էին, որոնք գաղտնի էին պահվում, ոչ ոք դրանց մասին չգիտեր։ Ես հիշում եմ այսպիսի մի դեպք, արդեն հունվարի 9-ն էր իմ ծննդյան օրը, 89-ի հունվարի 9-ը, երբ արդեն ձերբակալեցին Ղարաբաղ կոմիտեի բոլոր անդամներին այդ օրը, և մեզ այդ օրը 8-ին էին ձերբակալել, ուրեմն երեկոյան գիշերը բերել էին մեր բանտ, բոլորը ձերբակալվեցին։ Եվ ես հիշում եմ, այդ թվում նաև այս գաղտնի կոմիտեի անդամները, բայց նրանց ոչ որպես կոմիտեի անդամներ էին ձերբակալել, այլ որպես ակտիվիստներ։ Ուրեմն հայտնի էր, որ մեր դերում արդեն քրեական գործ է հարուցվել և մեզ կարող են արդեն երկար պահել։ Ես առավոտյան, որ իմացա կողքի խցերից, Հայաստանում Երևանի բանտում շատ հեշտ էր հաղորդակցությունը, Մոսկվայի նման չէր։ Նամակներ էին փոխանցում, միջանցքով գոռում էին իրար ինչ-որ լուրեր, փոխանցում եւ այլն, ստեղծվել էր մի կոմուտատոր, շատ երկար կլոր միջանցք էր այդ Սովետաշենի բանտ, եթե չեք տեսել, շուտով կարող եք տեսնել։ Երկար կլոր, ասենք ամեն մի խցից կարելի էր ինչ-որ աչքի ծայրով 2 խուտ տեսնել կողքերը և դիմացը։ Ուրեմն հնարավոր չէր մի ծայրից մյուսը խոսել։ Մեջտեղում Բաբկեն Արարքցյանի խուցներ, դրա կողքը էլի Ալեքսան Հակոբյանի, որը հզոր ձայն ուներ։ Մենք ուրեմն մի ծայրից փոխանցում էինք Ալեքսան, փոխանցի Վազգեն Մանուկյանին այն ծայրը, ես ինչ բան է։ Վազգեն, մեղոնը քեզ փոխանցում է սա, ստանում էր պատասխանը, հետ էր գալիս եռայքրը։ Եվ այլն։ Եվ իսկապես այդ տղաները իրենց գործ արեցին։ Մենք չկայինք, ասացի 2 ամիս հետո, ուրեմն արդեն փետրվարին, դա Սումգայիթի զոհերի հիշատակի հետ օրն էր, որ առաջին այդ պարետային ժամի պայմաններում, արտակարգության պայմաններում, առաջին ցույցը կատարեցին այդ մարդիկ, դեպի Ծիծեռնագաբերդ։ Հետո մարտի 8-ին, այսել դեր շնորհիվ, կանանց շնորհիվ, այդտեղ ռուսներն էլ խորհրդային բանակներ հարգում էին այդ տոնը եւ շատ չկարողացան խանգարել եւ դա արդեն դարձավ իսկապես զանգվածային ցույց։ Ինչի՞ եմ սա ասում, մենք
առաջին ինֆորմացիան էր, որ ինձ հասավ արտաքին աշխարհից։ Առաջինը։ Այդ ժամանակ արդեն մարտին խորհրդային կենտրոնում էլ խլրտումներ սկսվել էին, արդեն համագումարի պատգամավորներ ընտրված էին, ժողովրդական, ինչպես էր կոչվում ժողովրդական պատգամավորների համագումարի եւ այլն։ Սախարովը, ամբողջ մոսկովյան դեմոկրատները լուրջ հաղթանակ էին տարել, խլրտումներ էին սկսվել նաեւ դատախազության մարմիններում, սկսում էր քանդվել, փլվել ուզբեկական գործը, եւ մենք զգացինք, որ նույնիսկ իմ քննիչի վերաբերմունքից, որը Ղազախ էր, Եվուբաև, մտավորական մարդ, շատ ես որևէ ասելիք չունեմ նրա մասին, որևէ ճնշում, որևէ բան չի, ես չեմ տեսել, միայն հարգանք, ամենահարգալից վերաբերմունք առաջին օրից։ Բայց այս մարտից սկսեցի տեսնել, դա կամաց-կամաց դառնում է Ղարաբաղ կոմիտեի անդամ։ Ուրեմն ինձ արդեն թերթեր էր բերում, գաղտնի էր սա։ Ինձ հրավիրում էր հարցաքննության, ինքը իբր թե ինչ-որ բաներ էր տպում, սուրճ էր պատրաստում ինձ համար, շոկոլադ էր տալիս, դրսից թերթեր, որոնք այնպիսի թերթ ոչ պրավդա էր, ոչ իզվեստիա, այն չգիտեմ, մոսկովսկիե նովոստի, արգումենտի, ֆակտի, արդեն այսպիսի թերթեր էր բերում։ Եվ թույլ էր տալի 4-5 ժամ, ես ամբողջ ինֆորմացիում էի ու գնում։ Ավելին, ինձ հաճախ նա հարցակրում էր հենց Գդելյանի կաբինետում։ Գդելյանը այդ բանտում, այդ Մատրոսկայա Տիշինայում ուներ իր մշտական ուրեմն գրասենյակը, որտեղ հարցակրնում էր ուզբեկներին։ Այդտեղ էր քննում եւ մի օր, այդպես իրավունք չունեն այդպեսի կարգ կա, միայն քննիչի հետ ես կարող եմ հանդիպել, կողքից ուրիշ ոչ ոք չի կարող հարցակրության ժամանակ մտնել, եթե ոչ դատախազությունից։ Ուրեմն մի անգամ գաղտնի այնպես արեց, այդ գրասենյակ բերեց, դուրս եկավ, հետո գրասենյակ բերեց մի հայ տղայի, Սիմոն անունով, որը բանից պարզվեց նույնպես քննիչ էր, ինձ Գդելյանի խմբում, կարծեմ Ղազախստանից, թե Ուզբեկստանից, ուղղակի ընդգրկված էր այդ խմբում։ Եվ այդ քննիչն էր, որ առաջին անգամ ասեց, սենց է, Երևանում սենց է, արդեն տղերքը սկսել են, բանին մարտի 8-ին հզոր ցույցատեղի ունեցել, ամեն ինչ լավ կլինի, սա մեկ։ Ուրեմն գնաց Սիմոնը, դուրս եկավ, ես արդեն հասկացա, որ ամեն ինչ արդեն իսկապես լավ է։ Սիմոնը գնաց Երուբաևը ինձ ասում է, Սախարովը եկել է բան, դատախազություն, մի այնպեսի տակնորայություն արել, ընդգրկել է բոլոր փաստաբաններին, Սախարովն էր մեր փաստաբաններին էլ ընտրել, եկել է ուրեմն նաև արտասահմանյան թղթակիցների հետ, ձեր գործն է քանդվում է։ Ինչևէ, ես այս ամենը պատմում եմ միայն այս գաղտնի կոմիտեի գործունեությունը հանգեցելու համար։ Այդ տղաները իսկապես մեր բացակայության ժամանակ ոչ միայն պահեցին շարժումը, այլև շատ ավելի հզորացրին։ Երբ որ մեզ հունիսի 1-ին, թե մայիսի 31-ին բաց թողեցին, բերեցին Մատենադարանի հրապարակ, առաջին իսկ խոսակցություններից ես տեսա, որ մենք ահագին իրենցից հետ ենք ընկել։ Ոնց որ շատ կներեք, ոնց որ ասում այս տղաների դուխը ելել իրանց ուտում է։ Եվ մենք պայմանավորվեցինք տղաներով, կոմիտեի անդամներով, որ պետք է մի շաբաթ չխոսենք ընդհանրապես։ Մի շաբաթ ոչ մի լրագրողի հետ, ոչ մի հրապարակային ելույթ չպետք է ունենանք, մինչև հասկանանք։ Իսկապես շարժումը այնքան էր առաջ գնացել, եւ արդեն, ասենք, 88 թվին, եթե անկախության գաղափարը դեռևս հեռավոր գաղափար էր մեզ թվում, արդեն այդ օրվանից մենք տեսանք ոչ, ամբողջ ժողովուրդը վարակվել է միայն այդ գաղափարով։ Միայն, եթե 88 թվին մենք դեռ համոզված էինք եւ աշխատում էինք այդ ուղղությամբ, որ կարելի է դիալոգի գնալ Հայաստանի իշխանությունների հետ, կոմունիստական կուսակցության ղեկավարության հետ եւ գնում էինք, մեզ հրավիրում էին, մենք մասնակցում էինք, հարցեր էին լուծվում, կարողանում էինք խոսապել բախումներից, սուր այդպիսի դրսևորումներից,
Մենք տեսանք, որ այս շարժումը այլևս անհաշտ է, բացարձակապես ոչ ուզում է Սուրեն Հարությունյանին հետ տեսնել, նրա հետ խոսել, ոչ կենտկոմի շենք մտնել եւ այլն։ Լրիվ անհաշտ է, արդեն խզումը բացարձակ էր։ Խզումը բացարձակ էր։ Եվ դա չվերականգնվեց, այդպես էլ մնացել, խզված էլ մնաց։ Արդեն ջրբաժան տեղի էր ունեցել։ Պես որ ես պետք է ասեմ, որ եթե հայտնի է միայն այս 11-ը, այն 5-ը եւ գումարած 2-ը նույնքան մեծ վաստակ ունեն, քան որքան մեկ։ Բայց սա է բոլորը չէ։ Դա տեղի չէր ունենա, ամենևին տեղի չէր ունենա, եթե ինչպես քիչ առաջ ասացի, յուրաքանչյուր հայ եւ ասում են բացառությունները շատ քիչ էին։ Բացառությունները շատ քիչ էին եւ դրա, ինչպես ասում են, փաստաթուղթը 91 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն էր, որի տակ ստորագրեց մեր ժողովրդի 98% թե կանից էր։ Սա էր, ստինգ այստեղ բոլորը կային, եւ դեմոկրատները, եւ ազգայնականները, եւ կոմունիստները, 98% այդ բան չի կարող նշանակել։ Դա ասում եմ տեղի ունեցավ միայն այն պատճառով, որ նրանցից յուրաքանչյուրը իրեն զգում էր ոչ թե հանդիսատես, այլ մասնակից։ Ուրեմն իմ կոչը ձեզ միայն սա պիտի լինի։ Ես որ եկել էի Ազատության հրապարակ, ես զգում էի, որ ես հարթակի վրա չեմ, դուք ներքևում չեք։ Մենք միասին ենք, մեկ ենք, եւ եթե այս զգացումը նաեւ փոխանցվի ձեզ, ես կարծում եմ մեր հաղթանակը անխուսափելի է։ Եթե կան հարցեր, ես մեծ սիրով պատասխանեմ, խնդրեմ։ Հայաստանի ազատական հանրապետական կուսակցություն ներկայացնում Ալեքսանդրյան Արուսյան։ Իմ հարցը հետևյալն է, եթե ենթադրենք, որ պարոն Սերժ Սարգսյանը իրենց սովորության համաձայն կեղծիքների միջոցով, ասենք, հաղթի նախագահական ընտրություններին, դուք պատրաստ եք շարունակել պայքարը իշխանությունը ձեր ձեռքում կենտրոնացնելու համար։ Ինչ նկատի ունեք պայքար ասելով։ Պայքար, Այսինքն գնաց հակապատեր կոտրել։ Ոչ հակապատեր չկոտրել, բայց ամենայն դեպս շարունակել ժողովրդի։ Ժողովրդի հետ առաջ գնալ։ Ուրեմն ասեմ, հստակ ասեմ, շատ հստակ ասեմ, ես կարծում եմ բանը դրան չի հասնելու։ Ես կարծում եմ, որ մենք թույլ չենք տալու, այս անգամ թույլ չենք տալու որևէ կեղծիք։ Դա կախված է ձեզանից, եթե յուրաքանչյուրս դառնանք զինվոր, այս գործի նվիրյալ, նրանք ոչինչ անել չեն կարող։ Ուրեմն գործը մենք պետք է անենք ոչ թե ընտրություններից հետո, այլ ընտրություններից առաջ։ Ավելին, մենք օրենքի ոչ մի խախտում մեր կողմից թույլ չենք տալու։ Ոչ մի, դրա կարիքը չունենք։ Մեր ամենահզոր շարժման ժամանակ, երբ որ միլիոն մարդ էր հավաքվում, կես միլիոն, որևէ, ինչ ասեմ, գազոն չէր տրորվում։ Միտինգը իր ետևից հավաքում էր ամբողջ այդ միտինգի ընթացքում հավաքված աղբը անգամ։ Մենք դա էր մեր ուժը։ Մենք կոմունիստական իշխանություններին հաղթեցինք մեր, ինչ ասեմ, ոչ միայն կազմակերպությամբ, այլ օրենքի տառն անգամ մինչև վերջ հարգելով։ Մենք նրանց դեմ այսպես պիտի պայքարենք, թող իրենք խախտեն, թող գիշեր ցերեկ խախտեն, միշտ էլ չարը վերջ է ունենում, նրանք 10 տարի արեցին, այս անգամ չի արել։
Տեր-Պետրոսյան, լիովին համաձայն եմ ձեզ հետ, բայց ուղղակի հաշվի առնելով այն հանգամանքները, որ այսօր իշխանությունները կենտրոնացրել են իրենց ձեռքում բոլոր ուժերը եւ ընդդիմությունը, այսպես ասած, ավելի չունի իր ձեռքում ոչ մի ուժ, ինչ ձևով է պայքարելու։ 60,000-անոց հանրահավաք ուժ չէր, Բայց դա կապ չունի թե 1000 հոգեանոց այս գեղեցիկ երիտասարդություն ուժ չէ, ձեզանից յուրաքանչյուրը հաջորդ անգամ իր հետ բերելու է 10 մարդ, արդեն դառնում եք բյուր, սա է հարցը լուծումը։ Եվ դուք ունենալ եք նախընտրական ծրագիր, տնտեսության մեջ, որ ուղղություններն եք զարգ տալու, որ ուղղություններով եք առաջնորդվելու, տնտեսության որ ճյուղերն են դառնալու այն լոկոմոտիվային ուղղությունները, որոնց հիման վրա պետք է զարգանա Հայաստանի հանրապետությունը։ Դուք ուզում եք ժամանակից շուտ իմ ծրագիրը բացահայտել, չի լինի։ Մի բան կասեմ, ես տեսնում եմ Հայաստանը ունի մի գերխնդիր։ Ինչպիսի տնտեսական ճյուղ եք ուզում եք ծրագրել, զարգացնել, ինչպիսի արդյունաբերություն եք ուզում եք ունենալ, ինչպիսի բարգավաճում եք ուզում եք ունենալ, եթե չլուծվի Ղարաբաղի հարցը ու չվերացվեն շրջափակումները, ոչինչ չի ստացվի։ Հասկացեք, կան ֆիզիկական լիմիտներ։ Եթե մի երկիր չունի ճանապարհ դեպի արտաքին աշխարհ, եթե մի երկիր չունի իր հարևանների հետ ընդհանուր շուկա, այդպիսի երկիրը զարգացման ոչ մի հնարավորություն չունի։ Կարելի է գոյատևել, կարելի է գոյությունը քարշ տալ, բայց զարգացման մասին խոսելը ուղղակի ծիծաղելի է։ Մի օրինակ բերեմ, աշխարհի բոլոր երկրներում հիմնական տնտեսական պարտները ամիջական հարևաններն են։ Մեր ամիջական, մեր ամենաբնական տնտեսական պարտներները պետք է լինեին Ադրբեջանը եւ Թուրքիան։ Եվ այդպես էր Խորհրդային Միության ժամանակ։ Դուք չեք պատկերացնի, թե ինչքան սերտաճած էին Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունները։ Մանավանդ միջին բիզնեսի հետ, ցեխավիկների, չգիտեմ, գյուղատնտեսական ապրանք արտադրողների եւ նրանց միջեւ։ Դա բնական շուկա է։ Հայաստանը ընդամենը 3 միլիոնանոց մի շուկա, իսկ միայն Վրաստանի եւ Ադրբեջանի հետ դա դառնում է 15 միլիոնանոց շուկա։ Այսօր Հայաստանի արդյունաբերությունը խեղդվում է ուղղակի, չկա։ Նույնը ջերմուկը, բջջին, չգիտեմ, ծխախոտը այսօր կարող է տասնյակ անգամ ավելի շատ վաճառվել Ադրբեջանում, քան Հայաստանում։ Ամենահասարակ բաներն եմ ասում։ Նույն ոչխարի բուրդը Հայաստանում շատ լավ ոչխարաբուծություն կար, Ադրբեջանը այդքան լեռներ չուներ, ամբողջ բուրդը իրացվում էր Ադրբեջանում։ Մեր բոլոր այդ ցեղավիկների հետ, ինչ ասեմ, ոչ պրոֆեսիոնալ արտադրանքը, ինչ ասես արտադրում են մեր շուկաների կողքը, ամբողջ տանում էին Նախիջևան, Կիրովաբադ եւ իհարկե հիմա ժամանակները փոխվել են, արտադրությունը ուրիշ պահանջներ ունի, բայց գլխավոր ասում ճանապարհներն են եւ շուկան։ Աշխարհի բոլոր հզոր պետությունները անցյալում անգամ Հռոմ, մակեդոնացի, արաբներ, մոնղոլներ, բյուզանդացիներ հզորացել են բացառապես ճանապարհների, հասկանում եք, ճանապարհների եւ արտաքին աշխարհի հետ բաց հարաբերությունների շնորհիվ։ Առևտուրն է ամբողջ աշխարհի տնտեսության ցանկացած արդյունաբերության հիմքը առևտուրն է։ Ուրիշ ոչինչ։ Խնդրեմ։ Իրանյան Արթուր, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Չկայրերի պետք ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղը նորից վերադարձնել որպես բանակցային խոհ։ Ես դրա մասին խոսեցի, դա մեր գերագույն խնդիրն է։ Դուք ծանոթ եք իմ ելույթին, հոկտեմբերի 26-ի ելույթին ծանոթ եք, ճիշտ է։ Դա գլխավոր 4 կետ էի նշել, ամենաանհրաժեշտ կետերից մեկն է բանակցությունները բնական փուլ տեղափոխելու համար։ Ասեմ, շատ դժվար հարց է։ Շատ դժվար հարց է։ 10 տարի եւ միջազգային հանրությունը
եւ համանախագահները արդեն վարժվել են մի ֆորմատի, որ իրենց հարմար է, որտեղ ավելի հեշտ է բանակցել երկու կողմի հետ, քան երեք, զուտ ֆիզիկապես անգամ եւ ասենք հարցերը համաձայնեցնելու առումով, երկուսի միջև ավելի հեշտ է համաձայնեցնել, քան երեքի։ Տարրական, ինչ ասեմ, առօրյա, ամենօրյա խնդիր է սա։ Դուք այսօր նման հարցեր ամեն օր կարող եք տեսնել, եւ բիզնեսում, եւ չգիտեմ, ընկերական հարաբերությունում, եթե երկուս են հեշտ է լուծել, եթե երեք են շատ ավելի դժվար։ Եվ այլն։ Սրան վարժվել են։ Սրան վարժվել է նաեւ Ադրբեջանը, բայց նա նաեւ դա դրել էր որպես իր գերագույն խնդիրը։ Միշտ սկսած 92 թվականից երբ սկսվել է բանակցային process, Ադրբեջանը ուզում էր Ղարաբաղին դուրս քշել այդ process-ից եւ բանակցել ուղղակի Հայաստանի հետ։ Որտեղ նա ուզում էր աշխարհի առջև այս հակամարտությունը ներկայացնել ոչ թե որպես ներքին խնդիր մետրոպոլիայի եւ իր մասը կազմող թեկուզ զուտ իրավականորեն մի անկլավի կամ էթնոտերիտորիալ միավորի հետ, այլ ուզում էր դա դարձնել միջպետական խնդիր։ Դա նրան չհաջողվեց, մեր օրոք դա չհաջողվեց։ Մենք հասանք այն բանին, որ 94 թվականին Բուդապեշտի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում արդեն իրավականորեն ճանաչվեց, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության 3 կողմերից, հավասարարժեք կողմերից մեկն է, 3-ից մեկը։ Այս մանդատը վերահաստատվեց հաջորդ տարվա Պրագյան գագաթնաժողովում։ Իսկ սա, ինչ ասեմ, ցանկություն չէր, կապրիզ չէր, դա արդեն միջազգայինորեն ճանաչված նրա Ղարաբաղի կարգավիճակն էր։ Ինչ տեղի ունեցավ։ Երբ Քոչարյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ, Ղարաբաղցի լինելով, նա ուղղակի ստանձնեց իր վրա միջազգային հանրությունը, ինչպես եւ Ադրբեջանը ուրախությունից մեռան, ոնց որ ասում։ Այդպիսի նվեր, չգիտեմ ինչպես կարելի էր անել։ Եվ վերջացավ։ Այդ օրվանից Ղարաբաղ 97 թվականից հետո Ղարաբաղը ընդհանրապես դուրս է մնացել բանակցային բոլոր process-ներից։ Հիմա, ինչպես ասացի, քանի որ այսպեսի հոգեբանական մթնոլորտ տեսնես, շատ դժվար է լինելու դա։ Միայն մի էլեմենտ կա, որի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել։ Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի ոչ ղարաբաղցի, որպեսզի, ասում եմ, Ղարաբաղը նորից վերադառնա բանակցությունների կողմ։ Պարզ, շատ պարզ, հստակ, ինչ ասեմ, դիրքեր։ Ես լինեմ թե մի ուրիշ ոչ ղարաբաղցի, վաղը չի կարող ասել, ես ներկայացնում եմ նաև Լեռնային Ղարաբաղի տեսակետը։ Շատ պարզ է։ Ասեմ, սա դժվարացնելու է մեր գործը։ Միջազգային հանրություն թեկուզ այս պատճառով կարող է ինչ-որ ինչ-ինչ դժվարություններ հարուցել մեր ճանապարհին։ Որտեվ ֆորմատն է փոխվում ամբողջ։ Բանակցությունների տրամաբանությունն է փոխվում։ Խնդրեմ։ Հակոբ Սադոյան, Հայաստանի Հանրապետության մեկ այլ քաղաքացի։ Պարոն նախագահ, Ինչպես Նիկոլն էր ասում 1+1+1, ամեն ինչ տեղը կլինի։ նախագահ, ընտրությունների գնալուց առաջ կներկայացնեք այն թիմը, որի հետ գնալու եք, թե դա կանեք ընտրվելուց կամ։ Գիտեմ այդ մտավախությունը եւ այդ կարծիքը, բայց ամբողջ աշխարհում գիտեք ինչպես է ներկայացվում թիմը։ Ինչպես է ձևավորվում թիմը։ Նախագահ, ցանկացած նախագահ, երբ որ հայտնվում է կամ նախագահի թեկնածու, նրա թիմը պարզ է։ Նրա թիմը այն թիմն է, որը ջանք չի խնայում, ովքեր ամենամեծ ջանքը կներդրեն այդ գործում եւ յուրաքանչյուրը իր վաստակի չափով պիտի գնահատվի։ Սա է։ Դա մի քիչ բաց եմ, երբ մենք 90 թվականին եկանք իշխանության, արդեն իսկ հայտնի էր ինչպիսի մարդիկ են գալիս իշխանության։ Ես Վանոս Իրադեղյանին միայն ֆորմալ հրամանագիր եմ ստորագրել, ասենք, նախարար նշանակելու։ Նույնը Վազգեն Սարգսյանին, նույնը Հրանտ Բագրատյանին եւ մյուսներին։ Ես նրանց նշանակել եմ թղթով
Իսկ նրանք այդ պաշտոնը վաստակել են իրենց ներդրած ամբողջ ավանդով, սա է։ Նույնը դնելու է հիմա, ով ինչքան կներդնի, դա էլի իզնից չի կախված։ Դա կախված է նաև հասարակության տրամադրության, եթե ընտրովի մարմինները կամ ընտրովի պաշտոններ են, դա արդեն հասարակության մեջ ձեր ունեցած դերի գիտակցությունից է բխելու եւ ընդհանրապես ամբողջ շարժման տրամաբանությունից։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ես սակարկությունների չեմ գնալու ոչ մեկի հետ։ Ոչ մեկին պաշտոն չեմ խոստանալու, որպեսզի ներգրավեմ այս շարժման մեջ։ Նրա արժեքը պիտի գնահատվի շարժման մեջ ներդրած իր ավանդով։ Չկա ուրիշ։ Պարոն Պետրոսյան, ինչպես եք պատկերացնում այսօրվա կլանային տնտեսությունները, ձևավորված կլանային տնտեսություններից անցումը դեպի ավելի ցիվիլ, դեմոկրատական, տնտեսական հարաբերություններ։ Մի ճշտում եթե թույլ տաք, առանց առարկելու ուղղակի, ես գտնում եմ Հայաստանում կլանային տնտեսություն չկա։ Կլանային տնտեսությունը նշանակում է ուժերի կամ իշխանության կամ տնտեսական ազդեցությունների զանազանություն։ Կլանային տնտեսություն կարող է լինել մի դեպքում, եթե լինեն մի շարք կլաններ։ Հայաստանում այդպիսի բան գոյություն չունի։ Հայաստանը կլան չի դա։ Կլանային տնտեսությունը դեռևս համեմատած այս ավազակապետական տնտեսության հետ ավելի առողջ տնտեսություն է։ Որտեղ կլանները բոլոր դեպքերում իրար հետ մրցակցում են։ Այդ մրցակցության էլեմենտ կա։ Հենց ազդեցության գոտիների համար, ժողովրդին դուր գալու համար, իսկ ավազակապետությունը այս բուրգային իշխանությունը դրա կարիքը չունի։ Նա ոչ ժողովրդին է ուզում դուր գալ, ոչ էլ մրցակցություն է թույլ տալիս։ Հիմա ձեր հարցին ինչ պիտի արվի։ Առաջին հերթին արդեն ասացի։ Ելույթում եմ թվարկել ամենաէլեմենտար խնդիրները։ Առաջին ապահովել հավասար հնարավորությունների իրացման գործը։ Ինչ է դա նշանակում։ Ոչ մի հովանավորչություն, ոչ մեկին որևէ արտոնություն չպիտի տրվի։ Պայմանները պետք է լինեն հավասար։ Դուք եք ուզում խանութ դնել, մյուսն է դնում։ Նույն հավասար իրավունքները դուք պետք է ունենաք։ Սա առաջինը։ Երկրորդ, ազատ մրցակցության ապահովում։ Ոչ մեկը արտոնություն չպիտի ունենա մաքսադանը ինչ-որ ձևերով իր ապրանքներն ավելի էժան բերել Հայաստան, քան մյուսները։ Եթե մեկը դա անում է, արդեն նրա բոլոր մրցակիցները մեռնում են։ Այդպես են մոնոպոլիաները ձևավորվում։ Ուրիշ շատ պարզ մեխանիզմ է։ Մեկը բերում է հսկայական, ասենք, քանակի ապրանք առանց մաքսավճար վճարելու կամ շատ չնչին մաքսավճար վճարելով, մյուսը ամբողջությամբ վճարելով իր բոլոր մաքսերը։ Գումարած նաև հարկերը։ Այն մարդը, որ մաքսավճարից է փախչում, նաև հարկերից է կարողանում փախչել։ Ինչ է ստացվում։ Սա ստանում է հսկայական առավելություն։ Մի փոքր էժան վաճառելով իր ապրանքները կարող է խեղդել բոլոր իր մրցակիցներին։ Այդպես Հայաստանում վերացավ միջին եւ մանր բիզնեսը, որը այս իշխանությունների ամենամեծ հանցանքներից մեկն է։ Մեր ժամանակ այդպես չէր։ Մեր ժամանակ իսկապես ստեղծվել էր այդ խավը եւ ունեին այդ ազատությունը։ Իհարկե, միշտ էլ զեղծումներ լինում են, միշտ էլ բյուրոկրատիան երկեր գտնում է դրանցից ինչ-որ բան շորթելու եւ այլն։ Հիմնական սկզբունքները սրանք են։ Նախագահորեն մացին են հետագա քայլերի մասին մի քիչ, ասենք հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք մի իրավիճակ ներկա սահմանադրությունը, որ նախագահան իր լիազորությունների մեջ բավականին սահմանափակ է։ Ոնց եք պատկերացնում հետագա աշխատանքը արդեն ընտրված ազգային ժողովի հետ, որը դեռ 5 տարի պետք է գործի։ Սա լավ հարց է եւ հիմնական հարց է, իսկապես կարևորագույն հարց է, որովհետեւ ինչպես ես ասացի, այսօր այդ ավազակապետական իշխանությունը որևէ հակակշիռ չունի։ Որևէ եւ օրենսդիր իշխանությունը եւ դատական իշխանությունը ամբողջությամբ ենթարկված է այդ համակարգի տրամաբանությանը։
Սա ամենակարևոր հարցն է ըստ երևույթին, մեր առջև կանգնած իշխանությունների բաժանման, հակակշիռների ստեղծման հարցը։ Հիմա, բայց մենք ունենք ռեալ իրականություն, ունենք այն պարլամենտն, ինչ ունենք։ Ինչ պիտի անի նոր նախագահը։ Ինձ թվում է ոչինչ չպետք է անի, պիտի աշխատի այդ խորհրդարանի հետ։ Պիտի համոզմունքով, իր խոսքով, իր ծրագրերով կարողանա այնպես անել, որ այդ խորհրդարանը չխանգարի գործադիր իշխանության ներկայացրած օրենքները ընդունելու։ Ես չեմ ասում նույն ձևով պիտի կոճակներ սեղմեն եւ ընդունեն այդ օրենքները, բայց իմացեք, նույնիսկ այդ մարդիկ, որոնք թվում է այսօր չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործել, չեն ուզում օգտագործել իրենց բանականության ռեզերվները, պոտենցիալը, որ ունեն, բայց ուրիշ պայմանների մեջ դնելով դուք կտեսնեք վաղը ինձնից ու ձեզնից շատ ավելի շնորհքով ելույթներ կունենան եւ շնորհքով հարցեր կտեսնեն։ Նույն այդ մարդիկ։ Իդեպ այս գաղափարը ես այսօր գրագողություն եմ անում, գողացել եմ Հրանտ Տեր Աբրահամյանի հոդվածից։ Այդպես է, բայց ես չեմ ուզում ծավալվել, ինչու, որովհետև սա այս շատ կարևոր հարց է, սա դառնալու է ապագա գուցե ոչ առաջիկա հանրահավաքի ելույթում իմ մեկնաբանելիք կարևորագույն հարցերից մեկը։ Պիտի աշխատի նոր նախագահ, պիտի աշխատի այս խորհրդարանի հետ, չկա խորհրդարան ցրելու մեխանիզմ։ Պիտի ելնի նրանից, որ այդ խորհրդարանում կա մեծամասնություն եւ այդ մեծամասնության կարծիքի հետ պիտի հաշվի նստի։ Ավելին ասեմ, եթե այդ մեծամասնությունը առաջարկեց իր վարչապետին, նախագահը այլ բան չի կարող անել, քան համաձայնել դրա հետ։ Այսպես է իրականությունը։ Իհարկե ոչ այն վարչապետին, որ այսօր կա, դրա մասին չի։ Թամարա Գևորգյան, պարոն նախագահ, նայելով երիտասարդներին, լինելով իրենց տարիքին 12 տարի առաջ, ձեր կերպարը ունենալով որպես առաջնորդ, ես Սանտ Պետերբուրգից վերադարձել եմ Հայաստանի Հանրապետություն։ Ես էլ եմ Սանտ Պետերբուրգից վերադարձել։ Ունենք այսօր այնինչ ունենք եւ իմ գնահատականն է, որ հոկտեմբերի 26-ից ձեր ելույթից հետո, սա շեշտում եմ իմ գնահատականն է, վայրահաճություններ սկսեցին։ Եկեք իրենց չնմանվենք, գեղեցիկ բառեր օգտագործենք։ Հայերենը գեղեցիկ բառ ունի եւ սա իմ գնահատականն է եւ չեմ վախենում հնչեցնել, այսպես եմ ես գնահատում։ Կա մի կարևոր բան ինձ համար գոնե որպես հայ մարդու եւ հայ կնոջ։ Այն հարցականները, որոնցով այսօր առաջնորդվում է իշխանությունը ասելով, թե իրենք ունեն հիշեցնելու այս կամ այն բանը։ Ես առաջարկ եմ ուզում հնչեցնել ձեզ, պատրաստ եմ այս առումով, եթե կարող եմ իհարկե մասնագիտական առումով ընդհանրապես օգտակար լինել, որոնք են այդ հարցականները, որ հաթաթայի մեխանիզմով հնչեցնում է իշխանությունը, որ իրենք ունեն հիշեցնելու որևէ բան, եկեք առաջ անցնենք եւ դուք հիշեցրեք, կամ այն թիմը, որ այդ ժամանակ եղել է իշխանության գլուխ կանգնած է եղել այդ մարդիկ, նշենք այն խոցելի տեղերը, որոնք որ կարող են մեջ բերվել, որովհետև հասարակությունը այսօր հասարակության սերուցքը պատրաստ է ընկալելու եւ միանշանակ է, որ մենք փոխելու բան ունենք։ Եվ իմ գնահատականով միանշանակ է, որ այնքան էլ միգուցե թույլ տվեք նաեւ ձեր փոխարեն ասելու, ձեզ հաճելի չի եղել վերադառնալ քաղաքականություն, ակտիվ քաղաքականություն, որովհետև չի գտնվել այն մարդը կամ այն ուժը, որը կկարողանար փոխարինել եւ փոխել այնինչ այսօր ունենք։ Կոռուպցիան, որը անձնավորված էր առաջ եւ այսօր, որը որ համագարկային բնույթ է կրում։ Խնդրում եմ հնչեցրեք այդ խոցելի տեղերը, որպեսզի այսուհետև որևէ իշխանավոր ինձ որպես հայ մարդու չկարողանա հաթաթատալ եւ ասել, որ ունի հիշեցնելու բան, որի արդյունքում ամբողջ այն արած գործը, որը պետականության շինարարությունն էր եւ պետականության ձեռքբերումը, նրանք ցակուցրիվ են անելու։ Այդ հիշեցումը։ Սա ելույթ էր եւ շատ գեղեցիկ ելույթ հիշեցնելու բան։ Ես չգիտեմ էլ ինչ պիտի անեմ, որ
ապացուցեմ, որ իրենց հիշեցրածը ես շատ լավ էլ հիշում եմ։ Այն կատալոգը, որ ես հրապարակեցի, դա էր։ Կարող եք գումարել մի քիչ ավել։ Այն դեր բառը չեմ օգտագործում, կներեք։ Այն ուրեմն ինչ մենք այսօր տեսնում եւ լսում ենք մեր հեռուստատեսությունից, այս է։ Ուրիշ հիշեցնելու բան նրանք չունեն։ Մի վախեցեք։ Բացարձակապես մի վախեցեք։ Հիշեցնելու բան ունենային, մենք այստեղ չէինք լինի, մենք վաղուց բանտերում կլինեինք։ Քրքրել են մեր ամեն ինչը, վստահ եղեք։ Իմ նախագահությունից հեռանալուց հետո իմ յուրաքանչյուր հրամանագիր, յուրաքանչյուր, չգիտեմ, կարգադրություն ստուգվել է մինչև վերջ։ Նույնը Բագրատյանի մոտ, նույնը Արարքցյանի մոտ, հաջորդ ուրեմն պաշտոնյաների, այդ աթոռ զբաղեցնողների առաջին գործը եղել է դա։ Մի հատ տեսնել ինչ կարող են հայտնաբերել։ Բոլոր նախարարություններում հատուկ պոստ են ստեղծել, հատուկ Դավիթ Վարդայանին նշանակել են նախագահի վերահսկողության ծառայության պետ, որ հայտնաբերի իմ մաֆիոզ կերպարը։ Ոչինչ չստացվեց։ Ոչինչ չստացվեց, $100 խախտում չգտնվեց։ Դուք պատկերացրեք, եթե այսպիսի վիճակ է, այսպես գիշեր-ցերեկ մեզ հայում են։ Եթե ունենային մի որևէ կոնկրետ փաստ, մեզ ինչ կանեին, կբզկտեին, կոչնչացնեին, խաչապայտ կդնեին հենց օպերայի հարթակում, մենք այնտեղից այսպես կախված կլինեինք։ Ինչ գտան։ Բլեյանի դպրոցի տանիքի շինարարության մեջ ինչ-որ տեսան կարծեմ այս շիֆերը չի արել, այլ մյուս շիֆերն է արել։ Մի գործանի տնօրեն հնշյական ունեինք, Հարոյան։ Նրան դատեցին, եւ ինչ էր գիտեք նրան դատավճռում գրված։ Ինչ-որ խողովակներ էր առել։ Իբր թե նոր էին, բայց ըստ էության հին են եղել եւ տարբերությունը եղել էր 60,000 դրամ։ Ու պայմանական դատեցին 3 տարի։ Սա էր գտած, ասեմ, բան ունեին, այդ մարդկանց չէին կպչի, մեզ կկպչեին, ինձ կկպչեին, Արարքցյանին կկպչեին, Բագրատյանին, Սյուներին կկպչեին։ Չկա, եթե ինչ-որ վախի բան կա, հանեք ձեր մեջից, մենք լրիվ բաց ենք, այս 10 տարի նրանք այդ բոլոր հնարավորությունները ունեին և ոչինչ չկարողացան գտնել։ Ոչ թե անշնորհք էին, որ չկարողացան։ Չգտան, որովհետև այդպիսի բան չկա, չի եղել ու չի լինի։ Պահպանողականների միություն Մովսես Մանյան։ Մեծարգո պարոն նախագահ, բոլորին հայտնի է, որ մեր կազմակերպությունը հիմա չէ, որ սկսել է ձեր կարոզը։ Մինչ այժմ մեզ հնչեցված բոլոր հարցերին Երևի առաջինն էիք դուք։ Միքայել Հայրապետյանի գլխավորությամբ, ճիշտ է։ Մինչ այժմ մեզ հնչեցված բոլոր հարցերի պատասխանները կապված ձեր անձի եւ ձեր ծավալած գործունեության վերաբերյալ մենք կարողանում պատասխանել, սակայն դժվարությունների ենք հանդիպում կապված ձեր իշխանավարման ժամանակ պաշտոնավարած որոշ անձանց հետ կապված հարցերին, որոնք մինչ այժմ մեր ժողովրդի մոտ բարի համբավ չեն վայել։ Ես կարծում եմ այդպես արդեն խոսողների թիվը շատ ու շատ նվազել է։ Դուք ասենք կես տարի, մեկ տարի առաջ շատ ավելի լուրջ այդպիսի դժվարությունների առաջ կարող եք կանգնել, քան այսօր։ Վստահ եղեք, որքան մենք առաջ գնանք, այդ խոսակցությունները այնքան հետ են գնալու։ Դրանից էլ մի քաշվեք եւ պարտավորված եք մի համարեք ամեն մի այսպիսի հարցադրման պատասխանել։ Մենք դրանց պիտի պատասխանենք մեր գործով, մեր ապագա թիմով, մեր նոր դեմքերով։ Քանի տարեկաններ են ժամանակ։ Ղարաբաղցիները ընդունվեցին Հայաստանում, զբաղեցրեցին լուրջ պաշտոններ եւ այժմ զբաղեցնում են Հայաստանի ամենաավելացիկ պաշտոնները։
Ինչպես դա տեղի ունեցավ, եւ ասված ոչ արած է, եթե նրանց քաղաքականությունը շարունակվի, արդյոք նրանց անտարբեր քաղաքականության վերաբերյալ Ղարաբաղի շարունակվի եւ Ադրբեջանի այդ ագրեսիվ դիրքորոշման պատճառով հնարավոր է կանգնենք պատերազմի առջև կամ էլ ավելի ահավոր բան տեղի ունենա կորցնենք Ղարաբաղը։ Ես այսպես եմ հասկանում։ Հակամարտությունները լուծվում են կամ բանակցություններով կամ պատերազմով։ Եթե դու վիժեցնում ես բանակցությունները, ստանում ես պատերազմ։ Այս իշխանությունները 10 տարի վիժեցրել են բանակցությունները։ Թույլ տանք, որ շարունակեն, այսպես մենք իսկապես կստանանք պատերազմ։ Չերչիլը մի շատ գեղեցիկ խոսք ուներ, երբ որ Չեմբերլենը գնաց Մյունխեն եւ հաջողանալով Հիտլերին որոշ զիջումներ արեց, զիջեց Չեխոսլովակիան եւ այլն, եւ հպարտ տուն վերադարձավ, որ խաղաղություն բերեց, Չերչիլը խորհրդանում ասաց. հենց այդ նույն օրը, դեռ պատերազմը հեռու էր, 1 տարի հետո սկսեց, ասաց. մենք ունեինք երկու ընտրանք, խայտառակություն եւ պատերազմ։ Մենք ընտրեցինք խայտառակությունը, ստացանք պատերազմ։ Հիմա դեր այդ հարցին, թե կարծեմ դուք այդ հարցը չուզեցիք տալ, բայց դա էլ է շատ քննարկում, թե ինչու բերեցի Սերժ Սարգսյանին, ինչու բերեցի Քոչարյանին, փաթաթեցի ձեր վզին, հիմա էլ այսպես ասում եմ, ապացուցում եմ, որ նրանց պետք է ճանապարհ դնել։ Ինչ ասեմ։ Իսկապես տարօրինակ բան է ստացվում։ Բացատրեմ։ Սերժ Սարգսյանին ես բերել եմ ոչ թե Ղարաբաղից, այլ Մոսկվայից։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղից աքսորված էր։ Նա ուներ խնդիրներ, ուներ լուրջ վեճեր, որքան էլ հիմա այլ բան ասեն, բայց այդպես էր։ Նա արդեն 1 տարի ապրում էր Մոսկվայում, օգտակար գործեր անում, այնտեղ բանակի մատակարարման գործով շատ լավ համագործակցում էր եւ Վազգեն Սարգսյանի հետ եւ Ղարաբաղի իշխանությունների ոմանց հետ։ Օգտակար շատ կարեւոր գործ էր, բայց նրա, ինչ ասեմ, նա կարող մարդ է, նա ուներ փորձ, երևի մեզանից ամենաշատ փորձը միշտ աշխատել է պետական ապարատներում, կազմակերպչական ընտնակություններ ուներ, նրա կարողությունների համար սա շատ փոքր գործ էր։ Մենք նրան Հայաստան հրավիրեցինք, վստահեցինք Հայաստանի բանակը եւ եկեք անկեղծ լինենք, ազնիվ լինենք, շատ լավ էլ նախարար է եղել։ Շատ լավ նախարար է եղել բոլոր իր զբաղեցրած պաշտոններում, եւ անվտանգության, եւ բանակի, եւ ոստիկանության։ Ստեղ ոչ մի, ինչ ասեմ, ինչպես պահանջ կամ բան, ես նրան չեմ կարող ներկայացնել այդ տարիներին կատարած աշխատանքի համար։ Իմացեք, ամեն մարդ անօգտակար, անպետք մարդ գոյություն չունի։ Ամեն մարդ ունի իր կարողությունները առավելագույնս դրսևորելու իր առաստաղը։ Առաստաղի ցած նրանք հրաշալի մասնագետներ են, հրաշալի պրոֆեսիոնալներ, հրաշալի աշխատող։ Երբ նրա մեջ ինչ-որ դրանից ավելի ամբիցիաներ են ծագում, այստեղ է արդեն, որ երևում է այդ մարդու եւ իր հավակնությունների հակասությունը։ Ուրեմն, սա փակեցինք։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի հարցը։ Հայաստանում ստեղծվել էր մի իրավիճակ, ես անկեղծորեն պիտի խոստովանեմ, 96 թվականի այդ աղմկոտ ընտրություններից հետո, երբ իշխանության նկատմամբ վստահության զգալի պակաս կար։ Չեմ ամաչում, անկեղծ ասում եմ սա։ Եվ երբ մենք հրավիրեցինք Արմեն Սարգսյանին Անգլիայից, սա հաղթահարվեց։ Նոր մարդ էր, բոլորովին անծանոթ, ժպտուն, մտավորական,
Եվ շատ, ինչ ասեմ, դրականորեն ընդունվեց մեր ողջ հասարակության կողմից։ Բայց նա ժամանակ չունեցավ որևէ գործ անելու, 2 ամիս հետո լուրջ հիվանդացավ եւ վերադարձավ Լոնդոն։ Մենք արդեն այստեղ կանգնեցինք ավելի դժվար վիճակի առաջ, քան Արմեն Սարգսյանին հրավիրելուց առաջ։ Սա էլ ավելացավ գումարվեց։ Ուրեմն ասացի, հասարակական մթնոլորտն այնպիսին էր, որ ում էլ նշանակեի Հայաստանի ներսից վարչապետ, առավել ևս եթե հանկարծ Աստված մի արասցե շեի բանդիտներից մեկին նշանակեի։ Ասում մի նոր պայթյուն էր լինելու մեր երկրում։ Մեզ պետք էր մի հավասարակշռող պահ, որպեսզի մենք կարողանայինք այս մթնոլորտը հաղթահարել։ Ուրեմն ես ունեցել եմ 2 նկատառում Քոչարյանին հրավիրելով Հայաստան։ Առաջին, նա նույնպես, ինչպես ասում են, նեյտրալ անձնավորություն էր, Հայաստանի ներքին այս պայքարների մեջ հարվածներ չհասցրած եւ հարվածներ չընդունած մարդ, իսկ ես քաղաքականություն այդպես եմ հասկանում, եթե քաղաքականության մեջ մտար եւ չունես ընդունակություն հարվածներ տալու եւ հարվածներ ընդունելու, ավելի լավ է գնաս տուն ճաշել պես, քաղաքականության զբաղվել պետք չի։ Ուրեմն Հայաստանի ներքին այս պայքարների մեջ նա ընդհանրապես խառնված չի եղել, ունեցել է դրական կերպար եւ ես գնահատեցի դա, Ղարաբաղում մեծ գործ է արել։ Ուրեմն սա մեկ նկատառումն էր, որպեսզի այս մթնոլորտի համար ընդունելի դառնար։ Եվ ասեմ, սա եղել է ըստ երևույթին նույնիսկ Արմեն Սարգսյանին հրավիրելու ժամանակ եղել են դժգոհություններ։ Որովհետև նա ասել են կտրված է եղել Հայաստանից, միշտ արտասահմանում է ապրել, տեղյակ չէ Հայաստանի, բայց Ռոբերտ Քոչարյանի նշանակից ոչ մի դժգոհություն չի եղել։ Հայաստանում չի եղել մի մարդ, որը հավանություն տված չլիներ այս նշանակմանը։ Եղել է, ասում եմ, ընդամենը 2 արձագանք։ Վազգեն Մանուկյանն էր, որը պես մեկ տողով ասել էր, ես գտնում եմ, որ սխալ է Ղարաբաղի նախագահին բերել Հայաստան, որովհետև դա հետագայում կարող է խնդիրներ առաջացնել Ղարաբաղի եւ Հայաստանի հարաբերություններում, եւ ճիշտ էր։ Հեռանկարում դա ճիշտ էր, ճիշտ դուրս եկավ։ Եվ երկրորդը մի Ալեքսանդր Աղամալյան կար, հիմա էլ կա երևի ներողություն։ Եվ նա շատ լուրջ հոդված էր գրել, որտեղ հիմնավորում էր, որ ուրեմն Քոչարյանի նշանակում Հայաստանի վարչապետ սխալ է։ Այս 2 արձագանքն եղել, ուրիշ ոչինչ։ Մնացածը միայն հավանություն, միայն դրական վերաբերմունք։ Ասեմ ավելին, Քոչարյանը 1 տարի աշխատեց վարչապետ եւ կրկին ասում եմ, շատ լավ աշխատեց, շատ բարեխիղճ, շատ հստակ եւ արդյունավետ։ Ինչու փոխվեց նա։ Հենց սա է մեր նախկին եւ ներկա իշխանությունների տարբերությունը։ Նախկին իշխանությունը այսպիսի բուրգ չէր։ Կային լուրջ հակակշիռներ, ոչ միայն օրենսդիր իշխանության հետ, դատական, այլ նույնիսկ գործադիր իշխանության ներսում յուրաքանչյուրը քաղաքական ֆիգուր էր։ Վազգեն Սարգսյանը, Վանոս Իրադեղյանը, մեր մյուս նախարարը, դրանք քաղաքական ֆիգուրներ էին։ Նրանք չէին կարող ենթարկվել, եթե որևէ մեկը հավակնություն ունենար, որևէ բուրգի։ Չէին կարող։ Դա կարող է տեղի ունենալ միայն եթե գործադիր իշխանությունը քաղաքական մարմնից վերածես այլ հարաբերություններով կարգավորող մարմնի։ Դրա համար նա այն ժամանակ ուրիշ ձևով չէր կարող աշխատել։ Նույնը Սերժ Սարգսյանը եւ մյուսները։ Զարմանալի բան կարող է թվալ, բայց նույն մարդը տարբեր պայմաններում կարող է բոլորովին տարբեր կերպարանքներ ունենալ։ Նույն մարդը։ Մի զարմացեք, դուք դեռ շատ երիտասարդ եք, ձեր առաջիկա կյանքում հազարավոր այսպիսի օրինակներ եք տեսնելու։ Ձեր ամենահավատարիմ ընկերը, որին թվում է թե ճանաչում ես 40 տարի, մի օր կտեսնես այլ պայմանների մեջ նա դարձել է բոլորովին ուրիշ մարդ։ Եվ դրական, եւ բացասական առումով։ Ամենավախկոտ թվացողը մեկ էլ կտեսնեք ամենահերոսն է, ամենաքաջը։
կամ ամենա քաջ, գիտեմ, հերոս թվացող, տեսնեք, կատու է իրականում։ Չզարմանաք, բացարձակապես։ Ամենաազնիվը կարող է դառնալ ամենամեծ գողը կամ, չգիտեմ, ճարպիկ թվացողը լինել ամենաազնիվը աշխատանքի մեջ։ Մետամորֆոզներ են, որոնք հատուկ են մարդկությանը, գլխավորն այն է, որ մարդուն պետք է դնել նորմալ պայմանների մեջ, ոչ թե խրախուսել մարդկանց ստորին բնազդները։ Ստալինի ժամանակ եւ հետո կամ առաջ ժողովուրդը նույնն էր։ Ինչու Ստալինի ժամանակ հանկարծ բոլորը դարձան մատնիչ, բոլորը դարձան վախկոտ, իսկ Խրուշչովի ժամանակ նույն մարդիկ ուղղեցին իրենց մեջքը, դարձան հպարտ, նույն մարդիկ։ Ուրեմն խնդիրը մարդը չի, խնդիրը ժողովուրդը չի, խնդիրը իշխանություններն են, որոնք մարդկանց դնում են այս կամ այն պայմանների մեջ։ Հիմա, ասեցի ես մեկ նկատառումը, թե ինչի Քոչարյանին բերի է։ Երկրորդ նկատառումը, որ շատ կարևոր էր ինձ համար եւ ընդհանրապես խնդիրի լուծման համար, Ղարաբաղի խնդրի լուծման համար, դա այն էր, որ բնականաբար Ղարաբաղը այս խնդրին մոտենում է Ղարաբաղի շահերի տեսակետից։ Սա հատուկ է բոլոր լոկալ, մարզային կամ գավառային հայրենասիրություններին եւ այլ կերպ չի կարող լինել։ Մեր ողջ պատմության մեջ բդեշխները, իշխանները ունեցել են իրենց լոկալ շահերը։ Շահ ասելով ես շահադիտություն նկատի չունեմ։ Բնական կապվածություն այդ հողին, բնական պարտք այդ ժողովրդին։ Եղել է այդպես, այսուհետև էլ այդպես պիտի լինի։ Այո, Ղարաբաղի ժողովուրդը, Ղարաբաղի նախագահը հետագա բանակցություններում, կարգավորման պրոցեսում պետք է առաջնորդվի Ղարաբաղի շահերի տեսակետից։ Հայաստանը Հայաստանի շահերի, Ղարաբաղը Ղարաբաղի շահերի, Ադրբեջանը Ադրբեջանի շահերի։ Սա է ձևը եւ եթե ուզեք էլ փոխել չի ստացվի, այդպես պիտի լինի։ Ուրեմն, բայց այսպիսի պարագայում ծագում են միշտ հակասություններ Ղարաբաղի շահերի եւ Հայաստանի շահերի միջեւ։ Ցանկացած դեպքում դա միայն այսօրվա բան չէ, ամբողջ պատմության ընթացքում այդպես է։ Նույնը Յուգոսլավիայում էր։ Յուգոսլավիայի շահերը մի բան էին պահանջում, իսկ Բոսնիա Հերցեգովինայի սերբերի շահերը ուրիշ բան։ Ի վերջո, չգիտեմ, գտնվեց բազմաթիվ արյունահեղություններից հետո ինչ որ մի կոնսենսուս, որը չեմ կարծում, որ դա վերջնական լուծում է։ Սա կա, սա օբյեկտիվ է, սա պիտի լինի։ Ուրեմն իմ խնդիրն էր, ասեցի, երկրորդ նկատառումը Քոչարյանին հրավիրելով, որ Քոչարյանը կարողանա այդ խնդրին դինելով Հայաստանի վարչապետ, կարողանա վերջապես այս խնդրին նաև Հայաստանի տեսակետից։ Եվ եթե նա ճիշտ քաղաքականություն ընտրեր, այսինքն ոչ թե գնար կարգավորումը խափանելու, վիժեցնելու ճանապարհով, այլ կարգավորումը իրացնելու ճանապարհով, հարցը լուծելու ճանապարհով, ես կարծում եմ այսօր այո, նա ի վիճակի կլիներ, նույնիսկ իմ նկատմամբ էլ ավելի մեծ առավելություն կունենար, հարցին մոտենալ թե Ղարաբաղի, թե Հայաստանի տեսակետից։ Սա է ամենը։ Վերաբերում Լեռնային Ղարաբաղում, բայց շուտ տպվածից հայտնեց է տեսակետը, որ Հայաստանի տնտեսության զարգացումը կապված է Լեռնային Ղարաբաղի խնդրի հետագա լուծման հետ։ Բայց ես ուզում եմ հիշում եւ հիշեցնեմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը որպես երկու սուվերեն պետություն սկսել են շփվել ընդամենը 18 թվականին, շփումը տևել է կարճ, հետո արդեն սովետական միության ժամանակ, իսկ դրանից առաջ պարսկական կամ ռուսական կայսրության տիրապետության ժամանակ։ Հնարավոր է արդյոք նույնիսկ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելուց հետո, խաղաղության վերջնական պայմանագրի կնքումից հետո, ուղղակի կազմակերպվել որևէ տնտեսական շփում զուտ հայկական եւ թուրքական էթնոսների միջեւ առանց որևէ շահի կամ կայսրի կամ այլ, չգիտեմ, կենտրոնի քարտուղարի հսկողության, որպես երկու սուվերեն պետություն։
Ես հասկացա, շատ լավ հարց է, ես այդ գործոնի իհարկե կա, այս հակամարտություններ ունեցող փոքրամասնությունները կարողանում են նորմալ համագործակցել, եթե կա մի ավելի մեծ, ասենք, պետական վերահսկողություն, ինչպես ճիշտ եք ասում Ռուսաստանն էր, ինչպես շահական Իրանն էր, ինչպես հետո Խորհրդային Միությունն էր, շատ ճիշտ է, բայց ես չեմ կարծում, որ ժողովուրդները չեն փոխվում, չեն աճում, չի կարելի պատմական բեռը փաթաթել ժամանակակից ազգերի վրա, չի կարելի այսօրվա Թուրքիան նույնացնել երիտ թուրքերի ժամանակի Թուրքիայի հետ, չի կարելի այսօրվա Ադրբեջանը, գուցե այսօր իհարկե հարաբերությունները սրված են Ղարաբաղի հարցով, նույնացնել մուսավաթական Ադրբեջանի հետ, ժողովուրդներն աճում են, զարգանում են, ավելի իրատեսական են դառնում, նույնը, եթե կուզեք իմանալ, նույն անալոգիան կարելի էր տանել, չգիտեմ, ավելի զարգացած պետությունների միջև, ինչու չեք ասում Ֆրանսիան եւ Գերմանիան, մի վերջին ընդամենը 100 տարի չէր, 70-ից, Նապոլեոնից սկսած, ոչ ավելի, Նապոլեոնից սկսած, 1805 թվից սկսած, մինչև 1945 թիվը այս ժողովուրդները 4 անգամ պատերազմել են իրար հետ, ամենաթունդ թշնամիները, իսկ այսօր աշխարհում չեք գտնի որևէ ուրիշ երկու երկիր, որոնք այդքան սերտորեն համագործակցեն իրար հետ, որքան Գերմանիան եւ Ֆրանսիան։ Ինչու եք կարծում մենք չենք կարող Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նույն ձևով համագործակցել։ Բարոն Տեր-Պետրոսյան, անունս Դիեգո Կարամանուկյանն է, ես Ուրուգվայում ծնած եմ, հայ եմ, հնչագյան կուսակցության անդամ եմ, Գուզեի նախ ողջունել ձեր վերադարձ ակտիվ քաղաքականություն եւ ընդգծել եւ կարեւորել այսօրվա հանդիպման մագարտակը եւ որ միշտ այսպիսի հանդիպումներ տեղի ունենան շարունակվին։ Մեկ վայրկյան, ես շատ կներեք ընդհատեմ։ Ես ավելի ուրախ կլինեի, որ դուք ոչ թե ողջունեիք իմ վերադարձը, այլ ողջունով ճանապարհեիք ինձ նորից դեպի գիտություն։ Ես այն ժամանակ շատ ավելի ուրախ կլինեի, բայց ոչ այսօր չի, հետո։ Բարոն Տեր-Պետրոսյան, կուզեի իմանալ ձեր մոտեցումները Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունների մասին, քանի որ բնականաբար ակնհայտ է, որ Հայաստանի նախագահն նաեւ կարևորություն պետք է դա Սփյուռքի հետ հարաբերություններում։ Իմ հիմնական խոհը Սփյուռքի մասին։ Սփյուռքը, այո, ինքնուրույն գոյություն է, դրա հետ մենք պետք է հաշտվենք, դա կա եւ դա չի փոխվի։ Դա ինքնություն է, Հայաստանը ուրիշ ինքնություն է։ Հայաստանը մեկ հավաքականություն է, Սփյուռքը հավաքականություն չէ, այլ գաղութների մի արխիպելագ։ Յուրաքանչյուր գաղութ ունի իր շահերը, իր մշակույթը, պետության հետ հարաբերվելու իր կանոնները, այնպես որ չի կարելի այս երկու ինքնությունները դնել հավասար նժարի վրա։ Մեկը ասացի հավաքականություն է, մյուսը արխիպելագ։ Հավաքականությունը ունի իր ընտրովի իշխանությունները, ունի իր միասնական որոշումներ կայացնելու մեխանիզմները, Հայաստանը կարող է խոսել որպես մեկ սուբյեկտ, Սփյուռքը չի կարող։ Սա մեր դժբախտությունն է։ Դա Սփյուռքի խնդիրն է ինքնակազմավորվել եւ գտնել այն ձևը, որ Սփյուռքը կարողանա Հայաստանի հետ խոսել որպես մեկ սուբյեկտ, որը այսօր թվում է ինձ համար շատ հեռու մի, չասեմ, իրականություն դառնալու կարող խնդիր, շատ հեռու։ Հիմա, քանի որ ասացի դրանք ինքնություններ են առանձին անկախ, իհարկե միմյանց նկատմամբ ունեն պարտք։ Հայաստանի պարտքն է պահպանել, զորացնել Սփյուռքի ինքնությունը, մասնավորապես հոգևոր, մշակութային, կրթական գործերում, որովհետև Սփյուռքը մեզանից տնտեսապես ավելի հզոր է, դրա կարիքը չունի։ Ունի կարիք, ասացի, մշակութային հաղորդակցության, կրթական եւ հոգևոր։ Հոգևորը Փառք Աստծո մայրը չմիածինն է, մշակույթին նույնպես կարելի ասել Սփյուռքը մասնակից է դարձնում մեր ցուցահանդեսները, մեր
հյուրախաղերը Հայաստանի խմբերի եւ այլն։ Ինչ վերաբերում է կրթության, այստեղ լուրջ գործ կա, որովհետեւ Հայաստանը ես կարծում եմ առայժմ շատ քիչ բան է անում Սփյուռքում հայկական կրթությունը, հայոց լեզուն պահպանելու ուղղությամբ։ Սա եմ տեսնում, ուրիշ բան Հայաստանը չի կարող անել Սփյուռքի համար։ Եվ միայն մի բան ավելի կարող անել, Սփյուռքին կարող է տալ հպարտություն, Սփյուռքին կարող է տալ ոգի, որ Հայաստանը կա եւ Հայաստանը հզոր, ոգեղեն, զարգացող պետություն է։ Սա է մեր այն ամբողջը, որ մենք կարող ենք տալ Սփյուռքին։ Ինչ վերաբերում է Սփյուռքին, ինչ կարող է տալ Հայաստանը։ Սփյուռքի նշանակությունը Հայաստանի տեսակետից այս խոսակցությունները չեն, հայրենասիրական ճառերը չեն, բանկետները չեն։ Սփյուռքի նպաստը մենք պետք է գնահատենք, թե ինչ է արել Սփյուռքը ամբողջապես եւ յուրաքանչյուր գաղութ այս երկրի տնտեսության զարգացման, պետականության ամրապնդման եւ նրա միջազգային հեղինակությունը բարձրացնելու առումով։ Ուրիշ չափանիշ չկա ինձ համար։ Պարոն Տեր-Պետրոսյան, գտնվելով այս դահլիճում բնականաբար կարիք չկա ևս մեկ անգամ նշել, որ ձեր կողմնակիցներն ենք ու ապագա ձեր ընտրողները։ Ուղղակի ես նաև չեմ ուզի, որ այս երեկոն վերածվի այսպես կոչված մեծարման երեկոյի, այլ մենք բոլորս ընտրում ենք։ Շատ կներեք, ես զգացի, որ շատ խիստ քննության երեկոյի եք վերածել։ Լավ է, հիմա ստուգարքս տալու եմ, նշանակեք։ Ձեր խոսքի մեջ ճիշտ նշեցիք, որ 88-ից հետո սերունդ է փոխվել եւ դուք ամենալավը գիտեք, որ ավելի ազատ, ավելի համարձակ ու ավելի նորմալ մարդու կյանքով ապրող սերունդ է մեծանում այսօր Հայաստանում։ Ես չեմ ուզում հավատամ, որ այս ժողովուրդը լիդերներ չի կարողանում ծնել, դա հայ ժողովրդի դեպքում անհնարին է։ Ուր այդ վերջի մեր 10-15 տարիներ, ասենք այս վարչակարգը ես շատ լավ հասկանում եմ ինչի լիդերներ չեն ծնվում, որտեղ պետքի ու տեղ չկա։ Դուք եկել եք, նորից եկել եք, ես ողջունում եմ այդ ամենը, բայց իմ կարծիքով, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գար իր շնչով, իր խոհեմությամբ, իր հսկայական փորձով, բայց նոր մարդկանց դեմքերով, հաղթանակը 99.9% է լինելու։ Ես այդ հարցին պատասխանեցի արդեն, ասեցի, ես համաձայն չեմ, որ նոր մարդիկ չկան, մի հատ այս շարքը նայեք, ձեր կողքից, մի հատ այս իմ կողքերը նայեք, սրանք բոլորը նոր մարդիկ են, համաձայն չեմ իսկապես, բայց ավելին կասել է, քաղաքական լիդեր ծնվում է միայն մի պարագայում, եթե կա քաղաքական կյանք։ 70 տարի խորհրդային միությունում ոչ մի լիդեր չի ծնվել, սիստեմը ինքը իր համար կադրեր է արտադրել, որևէ մենք էլ նույն խորհրդային համակարգում էինք, ոչ վատ լիդերները չէին, 44 տարեկան, 43 է, ես 88 թվի։ Ինչու ես կարողացա ասենք շատ ներողություն, ինչ-որ շնորհքներ դրսևորել, դրանից հետո ես դրանից առաջ չէի կարող դրսևորել։ Նույն մարդիկ էին, ամբողջ Ղարաբաղ կոմիտեն, բոլորը։ Ով էր մեզնից պատկերացնում, որ մենք լիդեր կարող ենք դառնալ։ Չկար քաղաքական կյանք, լիդեր ծնվելու հնարավորություն չկա եւ կարիք էլ չկա։ Հիմա այս 10 տարում այս մարդիկ ստեղծել են նույնպիսի մթնոլորտ։ 10 տարում Հայաստանում քաղաքական կյանք չկա, քաղաքական դիալոգ չկա, քաղաքական մշակույթ չկա։ Երբ որ կստեղծվի, եկեք օգնենք, գանք, ստեղծենք այդ մթնոլորտը եւ կտեսնեք ինչպիսի գեղեցիկ լիդերներ կծնվեն։